Բարև ձեզ բարեկամներ։ Փակ TV-ն այսօր փորձելու է ձեզ ներկայացնել հերթական հաճելի անակնկալ։ Ինչու եմ ասում հաճելի, որովհետև այսօր մեր տաղավարում առաջին անգամ մենք հյուրընկալել ենք միանձնավորության, ում ներկայությունը կարծում եմ ձեզ համար իսկապես անակնկալ է լինելու։ Անակնկալ այն առումով, որ նման մասնագետները միշտ չէ, որ մենք կարող ենք հանդիպել տարբեր հեռուստաեթերներում։ Այսօր այս առումով մեր բախտը բերել է եւ մեր տաղավարում հյուրընկալել ենք մի բավականին ինքնատիպ անձնավորության Սուվար Սուվարյանին։ Բարև ձեզ։ Յոգայի, մեդիտացիայի եւ ռեյկի։ Յոգայի, մեդիտացիայի եւ ռեյկիի վարպետ ուսուցիչ։ Պարոն Սուվարյան, ես շատ ուրախ եմ, որ դուք մեր տաղավարում եք, որովհետեւ անկեղծ եմ ասում, դուք այս ոլորտի կարելի ասել առաջին ներկայացուցիչն եք, որ հյուրընկալվել եք Փակ TV-ում։ Շնորհակալ եմ։ Բայց քանի որ Փակ TV-ն փաստերի, անակնկալների եւ կարծիքների հեռուստալիք է, այսօր դուք փորձելու եք մեզ հետ միջև վերջ լինել բաց, անկեղծ, թափանցիկ եւ ամենակարևորը ասել միայն ճշմարտությունը։ Դատարանի ինձ մոտ էլ այդ ասոցիացիաները գնաց, շատ լավ է։ Հիմա տեսեք, ես ասեցի դուք ինչ վարպետ ուսուցիչ եք, կուզենայի որ ասեիք թե իրենից ինչ է ներկայացնում մասնագիտությունների այն շրջանակը, որը դուք ներկայացնում եք։ Շատ բարի։ Տեսեք, թերևս յոգան եւ մեդիտացիաները այսօր մեր հասարակության համար շատ ավելի բաց են, հա, մարդիկ արդեն ինչ որ չափով տեղյակ են յոգայի մասին, մեդիտացիաների մասին, որ դրանք մարդու հոգեֆիզիկական process-ները ակտիվացնող, կարգավորող, բուժող տեխնիկաներն են, գիտությունն է։ Ռեյկիի մասին կասեմ, որ ռեյկին շատ լավ լրացնում է այս ամենին, ռեյկին դա էներգետիկ բուժում է։ Ճապոնական, չի՞։ Ճապոնական ծագում ունի, այո, Ճապոնիայից է դուրս եկել, բայց ինքը նախքան Ճապոնիան հայտնի է եղել մեզ։ Ուղղակի այդ թաքուն է եղել, այդ թաքնված է եղել, այնուհետև Ճապոնիայից ոնց որ դուրս եկավ ավելի Եվրոպա, Ամերիկա եւ արդեն աշխարհի մնացած երկրները։ Կարող ենք ասել, որ բուդդիստներն են զբաղվել ռեյկիով եւ ինքը շատ հին բուժական մեթոդ է մարդու էներգետիկ դաշտի հետ աշխատելու համար։ Ես կարծում եմ, որ այսօր դուք փորձեք մեզ հետ իսկապես միջև վերջ բացել այն փակագծերը, որոնց կարիքը շատ ունի ներընկերները եւ ավելի այսպես մատչելի ներկայանալի այս ամենը մատուցել մեր ունկնդրին։ Փորձեմ ինչքան հնարավոր է, այո, պարզ հասարակ լեզվով, հա, որպեսզի մեր հասարակության լայն շերտերի համար այն հասանելի լինի, որովհետև այսօր շատ բաներ տերմիններով են, հա, բարդ, այսպես լցված եւ շատերը նույնիսկ չեն էլ հասկանում այդ տերմիններից, ու փորձենք ինչքան հնարավոր է պարզ լինել։ Այսպեսի մի հարց էլ, որքան լայն տարածում ունի ձեր ներկայացրած մասնագիտությունները, այդ բոլոր, ինչպես ասում են, եղելությունները Հայաստանի Հանրապետությունում, սա նոր է, թե դեռ բավականին ժամանակ այն եղել է, բայց մի տեսակ ստվերում է մնացել։ Տեսեք, յոգան նախ ի սկզբանե 70-ականներին, 80-ականներին սկսել է ինչ որ չափով Հայաստանում գալ Հայաստան եւ տարածվել Հայաստանում, բայց դա ավելի շատ եղել են շատ փոքր խմբեր, քիչ գիտելիքով, հա, համապարփակ մասով է եղել եւ վերջին տարիներին կարող ենք փաստել, որ յոգայի մասին գիտելիքները ու յոգայի մասին դպրոցները շատացել են։ Ու այսօր մենք ունենք կոնկրետ դպրոցներ, կոնկրետ մասնագետներ, ովքեր լրջորեն զբաղվում են յոգան տարածելով, յոգայի միջոցով մարդկանց օգնելով եւ մենք ունենք փորձ ու բավականին արդեն մենք կուտակել ենք փորձ իր արդյունավետության մասին։ Դե յոգան հասկանալ է, իսկ մեդիտացիաները եւ ռեյկի տարածումը ինչպիսին է Հայաստանում։ Ռեյկին նույնպես սկսել է տարածվել
Ես վարպետ ուսուցիչ եմ ռեյկի, այսինքն բացի որ աշխատում եմ մարդկանց էներգետիկ դաշտի հետ, նաև ունեմ ուսանողներ, աշակերտներ, ում սովորացնում եմ այդ ամեն ինչը, որպեսզի մենք ավելի լայն շերտերի հետ կարողանանք աշխատել, որպեսզի ունենանք որակյալ մասնագետներ, ովքեր կաշխատեն մարդկանց հետ, ովքեր կօգնեն, որպեսզի մարդիկ բարելավեն իրենց առողջության որակը, իրենց կյանքի որակը, իրենց հոգեհուզական աշխարհը։ Այսինքն ես հասկացա, որ դուք ստեղծել եք մի կենտրոն, որտեղ այդ հարցերով լրջորեն զբաղվում։ Այո, ես եւ կինս հիմնադրել ենք Samadhi Yoga Holistic Healing կենտրոնը, որը իր մեջ ներառում է այդ ամենը, հա, տարբեր մեթոդներ, որոնք օգնում են մարդկանց առողջանալ, լինել խաղաղ, ազատվել շատ խնդիրներից եւ ձգտել դեպի երջանկությունը։ Ես ձեզ լսում եմ եւ ներքուստ ուրախանում եմ, որ սա նույնպես ժողովրդական բժշկության կարելի ասել մի տարատեսակ է։ Ասացեք, իսկ ինչ հիվանդություններ են բուժում ձեր նշած մասնագետները։ Տեսեք, նախ ամենաառաջինը մենք աշխատում ենք հոգեհուզական համակարգի հետ, այսինքն կարող ենք ասել անքնությունը, ստրեսը, նյութափոխանակությունը, որովհետև շատ խնդիրներ մարդիկ փնտրում են զնդակարգի մեջ կամ ֆիզիկական դաշտում, հա, բայց շատ բաներ գալիս է հենց ստրեսից եւ հենց ստրեսից կարող է մարդու նյութափոխանակությունը խանգարվել։ Մենք աշխատում ենք, այսպես ասած, հոգեբանական առումով, հա, ֆիզիկական առումով, ռեյկին էներգետիկ պլանի վրա։ Երևի դուք տեղյակ եք ասեղնաբուժության այդ տեխնիկային, հա, որ մերիդիաներ կան, էներգետիկ ուրեմն կենտրոններ կան, չակրաներ կան եւ նույն ռեյկի տեխնիկան փոխարինում է, այսպես կարող ենք ասել, ասեղներին, հա, ավելի փափուկ ձևով, ուղղակի մարդու ձեռքերի միջոցով մենք էներգիան փոխանցելով բացում ենք այդ էներգետիկ կանալները եւ էներգիան հոսում է։ Բնականաբար այն հիվանդությունները, այն տեղամասերի հետ կապված, որոնք որ մարմնի կոնկրետ հատվածում են, էներգիան բացելով, մաքրելով առողջացման process-ներ են գնում։ Ես կուզենայի, որ այժմ փորձենք այնուամենայնիվ ավելի, այսպես մանրակրկիտ խոսել յոգայի եւ մեդիտացիայի մասին։ Փորձեք որքան հնարավոր է մատչելի ներկայացնել դա մեզ։ Շատ լավ։ Յոգան ունի փիլիսոփայություն, ինչպես ճիշտ ապրել, ինչպես ճիշտ սկսել օրը, ինչպես ճիշտ կառուցել օրը, ինչպես ճիշտ կառուցել մտքերը, որպեսզի կառուցողական ապրես, որպեսզի առողջ լինես, որպեսզի քո էներգիան, էներգիայի պաշարը շատանա եւ դու այն ուղարկես, ուղղորդես այնտեղ, որը քեզ բարիք կբերի եւ որը նաեւ համամարտկային բարիք կբերի։ Այսինքն յոգան դա ոչ միայն քո համար է, յոգան նաեւ դա հասարակության համար է, որպեսզի մենք հասարակության մեջ պետքական մարդիկ լինենք, հա, ու մեկս մյուսի հանդեպ ավելի հանդուրժող լինենք։ Եթե երկու բառով դա յոգայի փիլիսոփայության մասին։ Այնուհետև յոգան ունի ֆիզիկական ասպեկտ, հա, ֆիզիկական վարժություններ, որոնց միջոցով մենք բարելավում ենք մեր ֆիզիկական առողջությունը։ Բարելավելով ֆիզիկական առողջությունը, բարձրացնելով իմունիտետը, կարգավորելով հորմոնալ համակարգը, ազատվելով տոքսիկ նյութերից, մենք առողջանում ենք։ Այն կենտրոնը, որի մասին դուք ասացիք, ինչը ստեղծել եք ձեր կնոջ հետ միասին, նման կենտրոններ հանրապետության մի շրջաններում, մարզերում կան։ Կան որոշ կենտրոններ, դրանք դեռ տարածում չունեն, հա, բայց մենք ստանձնել ենք, հա, այդ պատասխանատվությունը, որ պարտադիր ուզում ենք Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում ունենալ յոգայի կենտրոններ։ Դա շատ կարևոր է իհարկե։ Այս պահին միայն Երևանում ենք, հա, տարածում մեր գործունեությունը, բայց մեր ամենագլխավոր նպատակների մեջ է մտնում տարածվել։ Հատկապես սահմանամերձ գոտիներում կարծում եմ դրա կարիքը շատ կա։ Միանշանակ, որովհետև այնտեղ բնականաբար մարդիկ ապրում են վախի մեջ, ստրեսի մեջ, անընդհատ մարդկանց հոգեհուզական վիճակը բարվոք վիճակում չի, հա, եւ միանշանակ մարդկանց պետք է ինչ-որ մի տեխնիկա, ինչ-որ մի
բնական, հա, լուծում, որը կօգնի իրենց ու որը ոչ մի բացական ազդեցություն չի ունենա, որովհետև դեղերի միջոցով մարդը փաստացի չի բուժում իր խնդիրը, ուղղակի քնեցնում է, հա, այդ խնդիրները, իսկ այ յոգան, այուրվեդան կամ մեդիտատիվ տեխնիկաները բնական ձևով, հա, առանց ինչ որ մի այլ խնդիր առաջացնելու։ Դե իհարկե դա շատ կարևոր է ասացի եւ գիտեք ինչն է ինձ հետաքրքրում, որ ձեր նշած կենտրոններում գնալով որքան հասկացա ավելի շատ երիտասարդներ են ընդգրկվում։ Այսինքն նրանց մոտ հետաքրքրությունը դեպի այդ մասնագիտությունները շատ մեծ է։ Այո։ Ինչով եք դա բացատրում։ Մարդիկ արդեն կուտակել են բավականին փորձ, որն է օգտակար, հա, եւ այսօրվա մեր երիտասարդությունը ես նկատել եմ, որ ցանկանում է ավելի կառուցողական ապրել, ցանկանում է ավելի գիտակից ապրել, ու դա նրանց ստիպում է, որպեսզի նրանք փնտրեն, ու երբ որ նրանք փնտրում են եւ ուսումնասիրում են, հա, ինչն է իրենց համար հետաքրքիր եւ կառուցողական, տեսնում եմ, որ յոգայի պրակտիկաները, հա, ու յոգան դա այն ամենալավ դեղերից մեկն է, ամենալավ, նույնիսկ կարող ենք ասել մասնագիտությունից մեկն է, որ կարող ես ունենալ։ Այսինքն դու ունես մի մասնագիտություն, որը բարիք է բերում։ Այսինքն կարող ենք ասել, որ ձեր մասնագիտությունը դա բուժումներ է առանց դեղամիջոցների։ Միանշանակ կարող ենք։ Այո, դա այդպես է։ Առաջին փուլում, որովհետև յոգան ունի նաև հոգևոր ասպեկտ, առաջին փուլում դա մարդու ֆիզիկական, հոգեկան աշխարհի բուժումն է։ Հետագայում արդեն դու խորանում ես ինքնաճանաչման մեջ, տեզերքի ճանաչման մեջ, հա, ավելի խորը գիտելիքներ կտա յոգան քեզ։ Դրա համար յոգան ես շուրջ 10 տարի զբաղվում եմ ու ուսումնասիրում եմ, խորանում եմ, ինձ ավելի լավ եմ ճանաչում, իմ աշխարհը, ներաշխարհը, իմ բնույթը, իմ մարմնի բնույթը շատ ավելի խորը մակարդակներում եւ անվերջ դու կարող ես աճել այդ գիտության մեջ։ Դրա համար ինքը ինձ համար շատ հետաքրքիր է եւ այն մարդիկ, ովքեր որ զբաղվում են, միշտ իրենք դες բացահայտում են իրենք իրենց ու նաեւ մենք հասկանում ենք հետեւյալ մի կարևոր բան, թե ինչքան մենք մեզ չենք ճանաչել։ Այսինքն ամեն օր կարող եք ինչ-որ նոր հայտնություն անել։ Միանշանակ։ Հետաքրքիր է, այնուամենայնիվ, ինչ տարածում ունի ձեր նշած մասնագիտությունները Հայաստանում եւ ամենակարևորը, ինչ է արվում, ինչ քայլեր են իրականացում ձեր կենտրոնի կողմից, որ դա ավելի այսպես լայն տարածման արժանա։ Հայաստանում սկսել է տարածվել վերջին 4-5 տարիների ընթացքում լավ աճ է տեղի ունենում ուսուցիչների վերապատրաստման։ Հիմա այս պահին մենք մեր ստուդիան առաջարկում է ուսուցիչների վերապատրաստման կուրս, որտեղ մենք պատրաստելու ենք յոգայի սերտիֆիկացված ուսուցիչներ։ Իդեպ դա լինելու է միջազգային սերտիֆիկացման տարբերակով, այսինքն աշխարհի գրեթե 190 երկրում նաև այդ սերտիֆիկատով մարդիկ կարողանան աշխատանքի անցնել։ Ովքեր որ ցանկանում են, կարող են մասնակցել եւ յոգան ավելի լավ հասկանան եւ նաեւ դա կլինի իրենց անձնական պրակտիկայի համար եւ դա կլինի նաեւ հետագայում իրենց աշխատանքի գտնելու կամ տեղավորվելու համար ոչ միայն Հայաստանում, նաև աշխարհի մնացած երկրներում, շուրջ 190 երկրում։ Ստուդիան ստանձնել է այդ պատասխանատվությունը եւ ակտիվ կազմակերպում է այդ դասընթացները։ Ես պիտի ասեմ, որ իմ լավ բարեկամներից մեկը, ով նույնպես յոգայի մասնագետ է իրեն համարում, ինձ վերջերս ասաց, որ ուրախալի մի փաստ է նկատվում Հայաստանում, որ յոգայով, մեդիտացիայով վերջին շրջանում սկսել են ավելի հաճախակի զբաղվել հատկապես գեղեցիկ սեռի ներկայացուցիչները։ Դա ինչով կբացատրեք։ Տեսեք, ի սկզբանե, երբ որ մենք խոսում ենք յոգայի, հին յոգայի մասին, յոգայով զբաղվել են տղամարդիկ 2000, 3000, 5000 տարի առաջ։
Այսինքն կանանց համար մի փոքր այն խորթ է եղել։ Փակ է եղել։ Այո, փակ է եղել։ Հիմա այս պահին ավելի շատ կանայք են զբաղվում, որովհետև կանայք ավելի շատ ունեն դրա կարիքը առողջական տեսանկյունից։ Տղամարդու առողջությունը շատ ավելի ամուր է ֆիզիոլոգիական տեսանկյունից, հոգեբանական տեսանկյունից, քան թե կնոջ առողջությունը։ Կանայք շատ ավելի նուրբ են, կանանց օրգանիզմը շատ ավելի նուրբ է։ Եվ այսօր փառք Աստծո կանայք եկել են, հասել են այն կետին, որ իրենց ինչ որ մի գործիք է պետք ավելի ուժեղանալու, ավելի իրենց հոգեհուզական աշխարհը կարգավորելու համար, որը իդեպ ասեմ շատ լավ է հենց տղամարդկանց համար, որովհետև եթե քո կողքին կա խելացի կին, գիտակից կին, առողջ կին, նշանակի այդ տղամարդը աճելու է։ Այսինքն եւ յոգան, եւ մեդիտացիան, եւ մյուս բոլոր նմանատիպ կառույցները մեծապես նպաստում են առողջ սերնդի զարգացման։ Այո, այդպես է։ Այո, միանշանակ այդպես է, դա այդպես է։ Իսկ եթե խոսում ենք կին տղամարդ այդ տարբերությունների մասին, ասեմ ձեզ, յոգան բոլորի համար է։ Իրականում այդ ուղղակի տենդենսն է, որ օրինակ ինչ որ ժամանակ կարող է սկսեն կանայք ավելի շատ զբաղվել կամ հետո տղամարդիկ։ Մեր ստուդիան ինքը ընդունում է եւ տղամարդկանց եւ կանանց, հավասարաչափ մենք ունենք ուսանողներ, հա, աշակերտներ, զբաղվողներ, ովքեր տղամարդ են եւ նաեւ հակառակ սեռի ներկայացուցիչները։ Ասացեք, իսկ թե ռեյկին, թե յոգան կարող ենք այսպես ասել, որ ոչ միայն որպես առողջ ապրելակերպի գրավական են, այլ նաև օգնում են մարդու այսպես ավելի համընդհանուր զարգացմանը նպաստում են այդ կարևոր գործին եւ մարդիկ կարողանում են այդ ամենի միջոցով իրենց համար նաև ինչ որ հայտնություններ անել։ Միանշանակ մարդը սկսում է ինքը իրեն լավ ճանաչել։ Իր գիտակցությունը, հա, իր էությունը, իր ներսը։ Մարդը հասկանում է ֆիզիկական կյանքից այն կողմ, այսպես ասած, ֆիզիկական խնդիրներից այն կողմ։ Մարդը կարողանում է հասկանալ յոգայի միջոցով, որ ֆիզիկականից այն կողմ էլ կյանք կա, նյութականից այն կողմ էլ կյանք կա։ Ու սկսում է ուսումնասիրել այդ ամենը։ Ուսումնասիրելով ինքը տեզերական, հա, արդեն գիտելիքներ է սկսում ստանալ։ Տեզերքի մասին, մոլորակի մասին, մնացած դաշտերի մասին։ Մարդու մոտ ակտիվանում է նաև էքստրասենսորիկ, հա, որոշակի ունակություններ, որոնք էլի ինքը կարող է օգտագործել իր եւ հասարակության համար ավելի գիտակից, ավելի առողջ կառուցողական ապրելու համար։ Ռեյկի, յոգայի միջազգային այնպիսի կառույցներ կան, որոնց հետ դուք փորձում եք համագործակցել։ Այո, մենք համագործակցում ենք Յոգա Ալյանսի հետ։ Դա միջազգային կազմակերպություն է, ամենամեծ կազմակերպությունն է եւ ամենահայտնի, այո, աշխարհում ամենահայտնի կազմակերպությունն է։ Հնդկաստանում կան դպրոցներ, մենք համագործակցում ենք նաեւ այդ դպրոցների հետ, իրար հետ կազմակերպելով այդ դասընթացները։ Այսինքն լինում են նաև այցելություններ այդ կենտրոններ։ Այո, այս պահին դեռ այցելություններ չունենք, բայց նախատեսում ենք ապագայում ունենալ այցելություններ։ Որտեղ թե Չինաստանում, թե Ճապոնիայում, թե Հնդկաստանում դրանք այն կենտրոններ են, որոնք համաշխարհային նշանակություն ունեն։ Այո։ Իսկ գիտեմ, որ նման կենտրոններ բավականին հզոր կան նաև Միացյալ Նահանգներում։ Այո, մենք նախատեսում ենք եւ Միացյալ Նահանգներ այցելելու մասին, եւ Հնդկաստան այց ունենալու մասին, եւ այնտեղից ուսուցիչների Հայաստան հրավիրելու մասին։ Փորձի փոխանակման։ Այո։ Արդեն նախնական պայմանավորություն կա։ Այո, ունենք եւ այս մեր ապագա դասընթացը լինելու է հնդիկ ուսուցիչների հետ։ Այսինքն ամիսներ հետո հա մենք ունենալու ենք նման լավ առաջարկ, հա։ Շատ հետաքրքիր է։ Գիտեք, ես կարծում եմ, որ հատկապես այս հաղորդումից հետո կլինեն այնպիսի մարդիկ, որոնք կուզենան ավելի մոտիկից ճանաչել ձեր կազմակերպությունը, ընդունել նրա կողմից կատարվող աշխատանքների
դերն ու նշանակությունը եւ բնական է կուզենան կապ հաստատել ձեզ հետ։ Ինչ հեռախոսահամարով, ինչ հասցեով կարող են նրանք դիմել ձեզ։ Մեր ստուդիան գտնվում է Վաղար Շվաղրշյան 12 հասցեում։ Վաղար Շվաղրշյան։ Այո։ 12։ Այո, իսկ հեռախոսահամարը 055 43 10 07։ Եվ բոլոր ցանկացողները կարող են օրվա որ ժամերին կարող են զանգահարել։ Ցանկացած ժամի կարող են աշխատանքային, ցանկացած ժամի կարող են զանգահարել։ Մեր ադմինիստրացիան կպատասխանի իրենց բոլոր հարցերին, հուզող հարցերին, հա, եւ հանգիստ կարող են մարդիկ համենալ, մենք մեր դռները, որ ասում եմ, միշտ բաց է, հա, ցանկացողների համար, հետաքրքրվողների համար։ Մենք այս ամենը շատ սիրով ենք տալիս մարդկանց, որովհետեւ մենք ապրում ենք այդ ամեն ինչով։ Ես ապրում եմ յոգայով, մենք ու իմ ընտանիքը, հա, թե ես, թե իմ կինը, մենք յոգայի ուսուցիչներ ենք, մենք ռեյկի ուսուցիչներ ենք։ Իմ աղջիկը նույնիսկ փոքր 2 տարեկան է, ես նստած մեդիտացիա եմ անում, գայս է նստում է դիմացս ու ինքն էլ այդ լոտոսի դիրքով, ինքն էլ է հիմիկ բանից փորձում հասկանալ այդ ինչը։ Այնպես որ մենք միշտ մեծ սիրով կիսվում ենք, հա, մեր ունեցած գիտելիքներով եւ փորձում ենք օգնել օգտակար լինել մարդկանց։ Ես հիշում եմ դեռ 70-ական թվականների երկրորդ կեսին, երբ ես աշխատում էի Հայաստանի Պետական Հեռուստատեսության սպորտային հաղորդումների բաժնում, մենք ստեղծեցինք Արևելյան մարզաձևերի հեռուստադպրոց։ Շաբաթը մեկ անգամ այդ դասընթացները մեծ հետաքրքրություն էին առաջացրել ունկնդիրների շրջանում։ Չեք գտնում, որ կարելի է նաև թեկուզ հենց փակ TV-ով ստեղծել յոգայի, մեդիտացիա, ռեյկի հեռուստադպրոց, որտեղ դուք, ձեր տիկինը, ձեր կենտրոնի մասնագետները, լավագույն վարպետ ուսուցիչները գային այստեղ բարբերաբար կիսվեին իրենց փորձով մեր ունկնդիրների հետ, տային նրանց իրենց խորհուրդները։ Մենք միշտ պատրաստ ենք։ Հեռանկար տեսնում եք։ Միանշանակ տեսնում ենք հեռանկար եւ մենք միշտ պատրաստ ենք։ Ես սոցցանցերում շատ ակտիվ, ամենօրյա կարգով տարածում են առողջությանը վերաբերող նյութեր։ Սննդակարգին վերաբերող նյութեր, առողջությանը վերաբերող նյութեր, տեղեկություններ յոգայի մասին, ռեյկի մասին, մեր կյանքի մասին, հա, ունեմ YouTube-յան ալիք, ունեմ Facebook-յան ալիք, հա, որտեղ շատ ակտիվ գործունեություն եմ ծավալում, մեծ հաճույքով նաև կհամագործակցեմ ձեզ հետ։ Այսինքն փակ TV-ն ձեզ համար կբացվի։ Կբացվի մեզ համար։ Այո։ Հասկանալի է։ Դե ես իհարկե շատ ուրախ եմ այդ համագործակցության համար, որովհետև դրանից շահելու է մեր ունկնդիրը, որին այսօր շատ կարևոր են ձեր խորհուրդները։ Հավատացեք ինձ, կյանքի փորձով եմ ասում, ես բավականին արդեն տարիք սառած մարդ եմ, գիտեմ թե ինչ է առողջությունը եւ որքան դժվար է այն պահպանելը, պահելը, ինչպես ասում են, առողջ ապրելակերպը դա շատ կարևոր է։ Իսկ այն մասնագիտությունները, որոնց հետ մասին մենք խոսեցինք, հենց դրան են նպաստում եւ դուք կարող եք իհարկե այս առումով շատ կարեւոր ու մեծ աշխատանք կատարել։ Այո, իրականում շատ ճիշտ նշեցիք, նատուրապաթիայում բնաբուժության մեջ նշվում է, որ 1 գրամ կանխարգելումը հավասար է 1 կիլոգրամ բուժման։ Այսինքն եթե մարդիկ փոքրուց կամ երիտասարդ տարիքից ի սկզբանե տիրապետեն որոշակի սննդակարգի ճիշտ ապրելակերպի, որոշակի մարզումներ կատարեն, աշխատեն իրենց մարմնի եւ մտքի հետ, խաղաղվեն, հա, իրենք հիվանդությունները իրանցից ուղղակի հեռու կգնան։ Եվ դա կարծում եմ բոլորի շատ ավելի հաճելի եւ ցանկալի է, չէ՞։ Իհարկե կառուցողականը։ Մանավանդ որ մենք այժմ ապրում ենք շատ բարդ դժվարին մի ժամանակահատված, որի ընթացքում ոչ բոլորի նյարդերն են, որ դիմանում են այս ամենին, այն անարդարություններին, այն անհասկանալի, ասենք, քաղաքականությանը, որը տարվում է մեզանում։ Մարդիկ շատերը անգամ ինքնասպան են լինում։ Այ վերջերս էլ Արմենիա բժշկական կենտրոնում տեղեկացանք, որ 5-րդ հարկից մի հիվանդ իրեն ցած է նետել եւ ինքնասպանություն է գործել փաստորեն
Իսկ եթե այդ մարդու հետ աշխատեին ձեր ոլորտի մասնագետները, հարցը դրան չէր ասնի։ Հնարավոր է, այո, շատ հնարավոր հարցը դրան չհասներ, որովհետև բացի ֆիզիկական մասը, մարդու հոգեբանությունը շատ կարևոր է։ Ինչ հոգեբանական վիճակում է գտնվում այդ մարդը, ինչ ճնշվածություններ կան իր մեջ։ Հիմա դուք պատկերացնում եք Արցախից բռնագաղթված մեր հայրենակիցները ինչ հոգեկան վիճակում են եւ նրանց հետ պետք է աշխատել, մարդկանց հասկացնել, որ ամեն ինչ չէ, որ վերջացած է, որ կյանքը դեր արժևում է, պետք է պայքարել։ Միանշանակ կիսում եմ ձեզ հետ այդ կարծիքը եւ մենք նախատեսում ենք, հա, մենք ուսուցիչ ունենք հենց Արցախից, հա, որը որ հենց արցախցիներին հրավիրում է իր դասերին, հա, փորձում ենք օգնել, օգտակար լինել նաև իրենց, որովհետև իրենք մեր ժողովուրդն են, իրանք մեր մի մասն են եւ տարբերություն չկա հա իրականում։ Դա շատ կարևոր է։ Ես պարոն Սուվարյան հասկանում եմ, որ իհարկե հեշտ չի մեր օրերում ինչ-որ բանի ասնել, բայց մենք պիտի մտածենք այնպիսի ակցիաներ, հատկապես բարեգործական ակցիաներ, որ մարդիկ կարողանան քիչ թե շատ դուրս գալ այս ծանր իրավիճակից։ Իսկ դրա համար հավատացեք յուրաքանչյուրիս դերն ու նշանակությունը շատ կարևոր է։ Հավանիտ եք։ Միանշանակ, այո։ Յուրաքանչյուր մարդ պետքա ունենա պատասխանատվություն ոչ միայն իր կյանքի համար, նաև իր հասարակության համար, իր ժողովրդի համար, հա, հարևանի համար մի փոքր։ Ու երբ որ մենք այդպես մտածենք, մենք շատ ավելի երջանիկ կապրենք, մենք շատ ավելի լավ կապրենք, մեր սահմանները շատ ավելի ամուր կլինեն։ Ոչ մեկ չի փորձի այնտեղ ներխուժել, որովհետև մենք միասնական կլինենք։ Չեք նկատել, որ վերջին շրջանում մարդիկ դարձել են ավելի նյարդային, ավելի են չարացել, ավելի չկամ։ Սա ինչով եք բացատրում։ Դա հենց այդ կրիզիսներն են, խնդիրներն են, հա, որ մարդու հոգեկան աշխարհը գտնում է անհավասարակշիռ վիճակում եւ վախերը, տագնապը, երևակայությունը, հա, վախերի հետ կապված մարդկանց ստիպում է, որպեսզի նրանք անհանդուրժող դառնան, անհավասարակշռված լինեն, հա, ու իրենց արդեն այդ անհանդուրժող վիճակից կայացրած որոշումները բնականաբար առողջ չեն լինելու, բնականաբար կառուցողական չեն լինելու, արդյունավետ չեն լինելու։ Մարդը պետքա խաղաղվի, զրոյանա մի հատ, էմոցիաներից դուրս գա, հետո նոր կայացնի որոշում։ Որովհետև հակառակ դեպքում էմոցիոնալ ֆոնի վրա ինքը կառուցողական որոշումներ չի կայացնի։ Մարդիկ մոռացել են այդ խաղաղ վիճակը, հա, դուրս են եկել այդ վիճակից եւ դրանից է, հա, որ սխալը սխալի ետևից գնում է։ Հիմա մենք փորձում ենք ինչ անել, վերադարձնենք մարդկանց խաղաղությունը։ Եվ թող այդ խաղաղ վիճակում ինքը որոշի, որն է իր համար ավելի լավ։ Միանշանակ լավ է լինելու։ Պարզ է։ Եվ մեր վերջին հարցը ձեզ, այսօր շատ չտանջեմ ձեզ իմ հարցերով, ինչ ցանկություններ, բարեմաղթանքներ ունեք Փակ TV ունկնդիրներին։ Նախ շնորհակալ եմ ձեզ, որ ստեղծել եք այս հարթակը եւ օգնում եք բացահայտել այնպիսի հարցեր, որոնք մարդկանց համար կարևոր են ու որոնք կարող են օգնել մարդկանց իսկապես գիտելիք ստանալ, իսկապես փոխել իրենց կյանքի որակը։ Շնորհակալ եմ, որ հրավիրեցիք ինձ այս ամենի մասին խոսելու, ինչ որ չափով տարածելու, հա, մեր ունկնդիրներին ուղղակի կմաղթեմ խաղաղություն, կմաղթեմ սեր, հա, ջերմություն ու կասեմ, որ թող սկսեն իրենք իրենցից եւ թող սկսեն հենց այսօր, թող չհետաձգեն իրենց խնդիրների լուծումը, հա, ու ձեռնարկեն կոնկրետ քայլեր, կոնկրետ արդյունքներ ստանալու համար։ Մենք ինչքան հետաձգենք մեր պրոբլեմները շատանալու են։ Դրա համար խնդրեմ համեցեք, զբաղվեք յոգայով եւ տեսեք դա ինչ օգուտներ կարող է տալ։ Շնորհակալ եմ ձեզ շատ հրավերի համար։
Եղավ, սիրելի բարեկամներ, մենք այսօր իսկապես շատ հետաքրքիր հյուր ունեինք, միանձնավորություն ու մենք կարծում եմ շատ այսպես հաճելի նոր հասկացություններ մեր մոտ գրանցվեց եւ ամենակարևորը դուք հասկացաք, որ Սուվար Սուվարյանը այն անձնավորությունն է, ով պատրաստ է օգնության ձեռք մտնել բոլոր նրանց, ովքեր անկախ ամեն ինչից հայտնվել են ծանր կացության մեջ։ Իսկ այն, որ յոգայի, մեդիտացիայի եւ ռեյկիի վարպետ ուսուցիչը իր պատրաստակամությունը հայտնեց համագործակցելու Փակ-TV հետ, դա արդեն վկայում է այն մասին, որ մոտ ապագայում մենք առիթ կունենանք նրա հետ նորանոր հանդիպումների եւ իհարկե նրանց կենտրոնի շնորհիվ կփորձենք օգտակար լինել մեր բոլոր ունկնդիրներին։ Այսօր այսքանը, ցտեսություն։